Թուրքիայի եւ Սիրիայի սահմանին Նուսայբին քաղաքի հատվածում բախումներ են սկսվել, հաղորդում է Ֆրանս պրեսը։ Գործակալության տվյալներով Թուրքիայում բնակվող ավելի քան 1000 քրդեր փորձել են անցնել Սիրիայի տարածք, հյուսիսում գտնվող իրենց հայրենակիցներին աջակցելու նպատակով, ինչին թուրքական ոստիկանությունը հակադարձել է հատուկ միջոցների կիրառմամբ։ Թուրքիայի ներքին գործերի նախարար Ալի Ելիկյան հայտարարել է, որ ուժային կառույցները կգործեն վճռական, ցանկացած սադրանք բացառելու համար։ Իրավիճակը սրվել է Սիրիայի կառավարական բանակի քրդական ուժերի դեմ սկսած լայնածավալ հարձակումներին զուգահեռ։ Իսպանիայում հերթական մահվան ելքով երթուղային պատահարն է գրանցվել։ Երկրի հարավում տեղի ունեցած խոշոր վթարից ընդամենը 2 օր անց Կատալոնիայում փոթորկի հետևանքով փլուզված հենապատն ընկել է երթուղային գծերի վրա արվարձանային գնացքի անցման պահին։ Զոհվել է 1 մարդ, եւս 37-ը հոսպիտալացվել են, որոնցից 5-ի վիճակը ծանր է։ Կատալոնական մամուլի տվյալներով զոհվածն ընկերության աշխատակից է։ Եվրամիությունն աջակցում է Դանիային եւ Գրենլանդիային նրանց ինքնիշխանության եւ տարածքային ամբողջականության հարցերում, հայտարարել է Եվրամիության արտաքին հարաբերությունների եւ անվտանգության հարցերով բարձր ներկայացուցիչ Կայա Կալասը։ Նրա խոսքով Ամերիկայի Միացյալ Նահանգների նախագահ Դոնալդ Թրամփի վերջին հայտարարությունները ստեղծել են աննախադեպ իրավիճակ, որին պետք է արձագանքել հանգիստ եւ միասնական կերպով։ Ինքնիշխանությունը վաճառքի ենթակա չէ, ընդգծել է Կալասը։ Աշխարհը շարժվում է դեպի մի իրականություն, որտեղ նախին կանոններն այլևս չեն գործում։ Դավոսում հայտարարել է Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը դիմելով համաշխարհային տնտեսական համաժողովի մասնակիցներին։ Անդրադառնալով Գրենլանդիայի շուրջ զարգացումներին, նա ընդգծել է, որ Եվրամիությունը չպետք է ենթարկվի բիրտ ուժերի պարտադրանքին։ Մակրոնի խոսքով մտահոգիչ է, որ եվրոպական դաշինքը ստիպված է հարկադրանքի դեմ նախատեսված իր գործիքակազմը կիրառել անգամ Միացյալ Նահանգների նկատմամբ։ Ամերիկայի Միացյալ Նահանգների նախագահ Դոնալդ Թրամփը սպառնացել է 200% մաքսատուրք սահմանել ֆրանսիական արտադրության գինիների վրա։ Սպիտակ տան ղեկավարը լրագրողների հետ զրույցում նշել է, որ այդ քայլից հետո Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը կարող է վերանայել իր դիրքորոշումը Ամերիկայի Միացյալ Նահանգների կողմից ստեղծվող խաղաղության խորհրդին անդամակցելու հարցում։ Ավելի վաղ Փարիզը մերժել էր Վաշինգտոնի առաջարկը, մտավախություն հայտնելով, որ այդ կառույցը կարող է կրկնել ՄԱԿ-ի լիազորությունները։